Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Ողջույն Նարեկ։ Տիկին Ղազարյան, ինչ անհրաժեշտություն կար ազգային ժողովում բերել օրեն նախագիծ քննարկել եւ դարձնել օրենք եկեղեցու գույքերի հետ կապված, հող հատկացման հետ կապված եւ գույքերի սեփականության հետ կապված, դուք ավելի մանրամասն ներկայացրեք, հա, որովհետեւ մարդիկ դա շատ են քննարկում, ասում ձեր նախագծի մասին է խոսքը, ինչ ռիսկեր եք դուք տեսել, որ նման նախագիծ եք բերել։ Նախ շնորհակալություն հարցի համար, բայց նախ ասեմ, որ անճշտություն կար հարցի մեջ, հողհատկացման հետ, հողհատկացումների հետ կապված հարցեր նախագիծ չի քննարկվել է գույքերի սեփականության իրավունքը փոխելու հետ կապված նախագիծը, բայց ոչ բոլոր գույքերի, ինչպես գիտեք, եկեղեցու մայրաթորի տիրապետության ներքո, հա, որպես իրավաբանական անձի գտնում է շուրջ 900 անուն գույք, որոնցից միայն 350-ն է հուշարձան, մոտավորապես էլի, որովհետև ոչ բոլոր եկեղեցիներն են հուշարձան, այստեղ էլ խնդիրներ ունենք, որոնց դեռ պետք է անդրադառնալ, բայց ինչ վերաբերում է նախագծին, իհարկե կոնտեքստը կարևոր է, մարդիկ քննարկում են եկեղեցու եւ կառավարության, եկեղեցու եւ եկեղեցու վերնախավի եւ վերնախավի այլ ներկայացուցիչների միջև խոսակցությունների կոնտեքստում են դիտարկում, բայց պետք է արձանագրենք նարեկ, որ թե Հայաստանի Հանրապետություն, թե բոլոր առաջադեմ երկրներ ունեն միջազգային պարտավորություններ պաշտպանելու մշակութային հուշարձանները ավելի բարձր իրավական պաշտպանության մեխանիզմներով, քան մնացած հուշարձանները, այդ թվում կրոնականներ, դե կրոնականների նկատմամբ գիտեք, ամբողջ աշխարհում առանձնահատուկ վերաբերմունք կա ընդունված, որը ոչ բոլոր երկրներն են պահում, որի վերաբերյալ մենք էլ խնդիրներ ունենք, մեր մշակութային արժեքները հանդիսացող հուշարձանների հետ կապված բազմաթիվ հարց ենք բարձրացնում եւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է նաեւ սա տեղավորվում, իսկ եթե կոնկրետ այս քաղաքական իրավիճակի ներքո կուզեք, այդ մեկնաբանությունների մասին առիթ եղավ, ստացվեց այնպես, որ ազգային ժողովում հենց այդպես մեկնաբանվեց ընդդիմադիրների կողմից եւ բազմաթիվ դրվագներով խոսեցին, կարող ենք առանձին անդրադառնալ։ Իդեպ հողհատկացման հետ կապված, որ ասում եք անճշտություն կա, ես մեկ կառավարության մեկ այլ նախաձեռնության հետ դա բան արեցի, մեջ բերեցի, որով այլևս սեփականության իրավունքով մայրաթորին չեն տրվելու հողերը, այլ կառուցապատման իրավունքով նման մի բան էլ կար, ուղղակի դա մտցրեցի ձեր նախագծի մեջ դիտողների համար նշեմ, որ միայն անճշտությունն այն էր, որ ես դա վերագրեցի Տիկին Ղազարյանի նախագծին, բայց որ այդպիսի հարց կառավարությունը քննարկում է, դա իրականությանը համապատասխանում է։ Հիմա անդրադառնալով ձեր նախագծին, հա, Տիկին Ղազարյան, դուք ինչ ռիսկեր եք օրինակ տեսել, ինչ վտանգներ են սպառնում, որ հիմա պաշտպանության հարց եք դրա, եւ իրապես ճիշտ չեն այն քննադատությունները, որ սա հենց կաթողիկոսի դեմ իրականացվող այս գործընթացների շրջանակներում եք դուք բերել եւ ըստ էության դուք դառնում եք առաջամարտիկը, Նիկոլ Փաշինյանին գերազանցում եք։ Եթե Նիկոլ Փաշինյանը միայն հայտարարություններով է իր գործերը բանանում, հա, հանդես գալիս, դուք նախագծեր եք բերում, օրենքներ եք դարձնում, շողակատը փակեցիք, հիմա անցել եք այս մեկին, երրորդը ինչ է լինելու։ Երրորդ անպայման կլինի, բայց ձեր հարցի սկզբից գամ, հա, սկզբի հատվածում հարցում եք ինչ ռիսկեր եմ տեսնում, ինչ ռիսկեր, որ տեսնում է ամբողջ առաջադեմ աշխարհը կրոնական բնույթի հուշարձանների նկատմամբ առավելագույն իրավական պաշտպանության մեխանիզմներ ներդնելով։ Մեր կոնտեքստի մասին կարող եմ խոսել, բայց դա արդեն կլինի այս ընթացիկ իրադարձությունների մեկնաբանությունը, ոչ թե նախագծի փիլիսոփայությունը, որովհետև թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիաներով, թե բազմաթիվ այլ երկրների կրոնական հուշարձանների նկատմամբ հոգատարության կոնտեքստում փորձով Հունաստանի, Իտալիայի ունենք շատ ավելի կարծր, հա, իրավական պաշտպանության մեխանիզմներ, քան Հայաստանում։ Հայաստանը այդ իմաստով ամենաազատական, եթե չասեմ ամենաբարձի թողի երկիրն է կրոնական հուշարձանների նկատմամբ իր իրավական կարգավորումներով եւ լավ է առիթ է մենք գալիս ենք ավելի քաղաքակիրթ երկրների դաշտ եւ ուրախ եմ, որ այդ առումով նաեւ շատ լայն եւ հոգեվոր դաշտից աջակցություն կա, քաղաքական դաշտից աջակցություն կա, որովհետև միգուցե այլ կոնտեքստում այսպիսի կարգավորումների ինչ որ որոշակի դիմադրությունների արժանանային։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրան, որ եթե վարչապետը հայտարարություններ է անում, ապա ես նախագծեր եմ բերում, ես
ուրախ եմ, որ արձանագրում եք, որ ես նախագծերով եմ աշխատում, ես ամեն դեպքում այս թեմաների մեջ շատ քաղաքական երանգներով կամ քաղաքական սուր հայտարարություններով աշխատում եմ չներգրավել հաշվի առնելով, որ շատ ավելի հոգևոր մարդիկ կան, շատ ավելի եկեղեցու համար մեծ ծառայություններ մատուցած մարդիկ կան, քան ես եմ, բայց այնուամենայնիվ իմ կոչումն էլ, իմ աշխատանքն էլ, եթե կարելի է այդպես ասել, եւ իմ պարտավորությունը օրենսդրական կարգավորումներ բերելն է եւ քանի որ ես տեսնում եմ նաեւ այդ կոնտեքստը, որ հանրային դաշտում կա, այն մարդը, որ պետք է օրենսդրությամբ զբաղվի, պատգամավորներն են այդ մարդիկ, եւ ես կարծում եմ մեր պատգամավորների արձագանքը այս իրավիճակին պետք է լինի հատկապես նախագծեր բերելով, ոչ թե կտրուկ հայտարարություններ կամ մեղմ հայտարարություններ անելով, հա, նայած որ կողմից են ասում, եւ ես կարծում եմ շատ ուրախ եմ, որ դուք արձանագրում եք, որ պատգամավորները զբաղվում են օրենսդրական գործունեությամբ եւ այո, շարունակական է լինելու։ Մենք ունենք մի քանի հարցեր, որոնք կարգավորված չեն, որովհետեւ սերտաճման հետևանք է եղել եկեղեցու վերնախավի եւ պետության վերնախավի ներքին պայմանավորվածությունների եւ այլնի, լավ կլինի, որ իրավական դաշտում կարգավորված լինի եւ հասկանալի լինի թե ապագա կառավարությունների, թե ապագա եկեղեցու ղեկավարության համար, թե ինչ տեսակ իրավական մեխանիզմներով են հարաբերվելու։ Հիմա էլ գիտեք, բարեբախտաբար կան դատական գործեր երկկողմանի, եկեղեցին մեկին է դատի տվել, հոգևորականներից մեկը եկեղեցու որոշման հետ կապված է վիճարկել դատարանում վարչական Եվ լավ է, որ այդ ամբողջ հարցերը կտեղափոխվեն իրավական դաշտ, կլինեն օրենսդրական նախադեպեր, իրավական նախադեպեր, որոնց վրա գուցե օրենսդրությունը նաև բարելավի, եւ վերջապես մենք այսպես նորմալ պետության ինստիտուտների պես կսկսենք հարաբերվել իրար հետ, որովհետեւ դա լավագույն ձևն է երևի հարաբերվելու։ Տիկին Ղազարյան, որ ասում եմ նախագծեր եք բերում օրենք են դառնում, նկատի ունեմ, որ եթե մյուսները քաղաքական հայտարարություններ են անում, դուք այսպես նախաձեռնում եք գործընթացներ, որոնց հետևանքը լինում է այն, որ մայրաթորը զրկվում է ինչ-որ լիազորություններից։ Օրինակ, Այրաթորին լիազորություններից է զրկվել մինչև օրինակ հիմա։ համապետական եթերից զրկեցիք դուք իրենց։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ այն ինչի ներքո, այն տողը, որի ներքո, հա, բյուջեինք տրամադրում մշակութային ալիքին, բան, մայրաթորի քարոզչական եթերներ, ինչի վերաբերյալ ես նույնպես պնդում եմ արել, բայց ինձ հետ շատերը չէին համաձայնում այն ժամանակ, երբ որ հակափաստարկ էին բերում, եւ որ մենք իրեն զրկեցինք, չնայած նրան, որ օրինակ մեր ընդդիմադիր գործընկերներ եւ նույնիսկ շողակաթի, մայրաթորի ներկայացուցիչները այդ կապակցությամբ ժամանակին ասում են, որ պետության տված գումարը ընդհանրապես կառավարության բյուջեից հատկացված գումարը ընդհանրապես այդ եթերի լիցենզիայի գումարն են հասցնում տալ եւ ոչ մի եթեր չեն պատրաստում, բայց եթե դուք հիմա մտնեք Շեմ հեռուստաալիքի YouTube-յան էջը, որը փոխվել է, հա, շողակաթը դարձել է Շեմ, կտեսնեք, որ իրենք այնտեղից ամբողջ մշակութային բովանդակությունը անել են միայն քաղաքական լուրեր են պատրաստում եւ եթե իսկապես իրանք էին ներդրում անում մշակութային կոնտենտի մեջ, ոչինչ չէր խանգարում շարունակել ներդրում անել, փաստացի ճիշտ է, որ պետությունն է ներդրում անում մշակութային կոնտենտի մեջ եւ տրամաբանական է, որ բազմազանեցնի այդ ներդրումները, ինչը մենք անում ենք արդեն մեր հանրօգուտ հեռուստաարտադրանքի վերաբերյալ նախագծով եւ հիմնադրամով, ես կարծում եմ չարժի նույն նպատակի համար 10 տարբեր տողերով միջոցներ տրամադրել, դա այդ մեկը, ինչ վերաբերում է այս երկրորդ հարցին, այս պարագայում իհարկե մայրաթորը որևէ լիազորությունից չի զրկվի, եթե միայն լիազորություն չանվանենք այն, որ կարելի է անտեսանելի կերպով եկեղեցիներ նվիրել եւ վաճառել, ինչի մտադրությունը ես հույս ունեմ, որ մայրաթորը չուներ, որովհետեւ ի հեճուկս բոլոր քաղաքական բանավեճերի եկեղեցու վերնախավի եւ կառավարության ներկայացուցիչների եւ այլ քաղաքական գործիչների միջև երկուսն էլ պատմում են, պնդում են, որ սրտացավություն կա եկեղեցու նկատմամբ, եւ եթե մեր սրտացավությունը ապացուցվում է նրանով, որ մենք պնդում ենք, որ մայրաթորին պատկանող գույքը պետք է պատկանի միայն մայրաթորին, ապա նրանց սրտացավությունը պետք է նույնպես դրսևորվեր նրանով, որ իրենք համախոհություն հայտնեին այդ տրամաբանության հետ։ Տիկին Ղազարյան, եթե դուք այդքապես պետության փողերով մտահոգված եք եւ ուզում եք, որ իսկապես իր նպատակին այդ գումարները ծառայեն, որոնք հարկատուների վճարած հարկերից գոյանում են, նաև մյուս հանրային հեռարձակողի հա կոնտենտին հետևեք, որովհետև մենք տեսնում ենք ինչ կան հեռուստաալիք կա հանրայինում Նիկոլ Փաշինյանը հեռարձակում եւ ինձ հունվարի 6-ին իմ մոտ տպավորություն էր, որ եթե հանրային հեռարձակողը հնարավորություն ունենար մարդկանց
տան սառնարանին կամ գազոր օջախին կպնելու եւ ինչ որ բան հերարձակելու, դա կլիներ էլի Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակը, որովհետեւ այդ օրը որ ՀՄԷԿ-ի լոգոյով որ ալիքը միացնում էիր, ներսում եւ դրսում հերարձակվող Նիկոլ Փաշինյանն էր Նկատի ունեք պատարակը արցանց մասնակցելով։ եթերները, թե Չէ, բան, որը նկատի ունեմ պետությունների ֆինանսավորում ունի։ Facebook-ն ու YouTube-ը դեռ նկատի չունեմ, նկատի ունեմ հիմնական առաջին ալիքը, նկատի ունեմ լրատվական ալիքը եւ նկատի ունեմ միջազգային ալիքը, որը հնարավոր է լինում ցանցերով նայել, թե ինչ է հեռարձակում։ Այս մասին օրինակ ինչի ուշադրություն չեք դարձնում, սա որ իմիջայլոց կարող եք չարձագանքել, բայց Կարձականք։ լավ, դե արձագանքեք, որ հետո հարցս տամ այլ թեմա։ Լավ, շնորհակալություն Նարեկ հարցի համար։ Հույս ունեմ, որ եթե սպառիչ չի եղել ձեր պատասխանը այն, որ պարոն Մովսիսյանը տվել է հանրայինին հետ կապված այդ հարցը հնչել է ազգային ժողովում, եւս մեկ անգամ առիթ կլինի առաջիկայում էլի պարոն Մովսիսյան կգա ազգային ժողով, նորից ես կհարցնեմ, նորից դուք կլսեք այդ պատասխանը։ Երկրորդ բանը, որ իմ լիազորությունների դիտանկյունից կարող եմ ասել այդ կապակցությամբ այն է, որ մենք մտածում ենք այն ուղղությամբ, որ վերականգնենք հանրայինի տարեկան զեկույցները ազգային ժողովում եւ լիագումար նիստերի դահլիճում դա տեղի ունենա, գիտեք, որ նախորդիվ նման փորձառություն ունեցել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն տնօրեններից մեկի փոփոխությունից հետո այդ կարգավորումը փոխվել է։ Հիմա մենք քննարկում ենք նաեւ այդ հնարավորությունը, որտեղ կարծում եմ, որ ճիշտ է, որ գա հանրայինի ղեկավարը տնօրենը եւ երկու կողմերից հարցեր ստանա, չնայած բազմաթիվ առիթներ լինում են եւ այդ հարցերը չեն հնչում, գուցե լիագումար նիստերի դահլիճում ավելի որակյալ դառնա այդ քննարկումը եւ երրորդ բանը, որ կուզեի ասել, Հայաստանի եւ ընդհանրապես պետությունների հետ կապված, դուք գիտեք Հայաստանի համար միջազգային հեղինակությունը բավականին կարեւոր է այս շրջանում, առնվազն մեր կառավարության շրջանում, եւ մենք բազմաթիվ չափանիշներով փորձում ենք համընկնել միջազգային ստանդարտներին եւ գիտեք, որ հանրային լրատվականների խմբագրական քաղաքականության կառավարությունների միջամտությունը եւ ընդհանրապես քաղաքական դերակատարների միջամտությունը համարվում է վատ պրակտիկա եւ եթե ձեր ակնկալիքներն են, որ ես զանգել եմ Հովհաննես Մովսիսյանին ասեմ մի հեռարձակի սա կամ չգիտեմ այնտեղ լրատվականի խմբագիրը ով է իրեն ասեմ մի հեռարձակի, դուք հուսախաբ եք լինելու, դա իրենց խմբագրական քաղաքականությունն է, դա կարող է ձեզ դուրս չգալ, ինչպես օրինակ ձեր ալիքի քաղաքականություն կարող է շատերին դուրս չգալ, դուք հիմա կասեք, որ սա մասնավոր է հանրային, եւ ես կարծում եմ այդ հարցերը պետք է մեդիա դաշտը ինքն իրենով քննարկի, դուք գիտեք իմ վերաբերմունքը ընդհանրապես մեդիա դաշտի նկատմամբ ինձ շատ քաղաքացիներ են դիմում եւ ասում դուք տեսել եք, դուք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ելույթ ունենալիս ՀՄԷԿ-ի լրատվական թիմին հանձնարարական է տալիս։ Կառավարության նիստում է թե ազգային ժողովում ասում է, այ ՀՄԷԿ-ով մի էսպիսի բան նայեցի, ռեպորտաժ էս ինչի մասին, ասում է հույս ունեմ, որ հանրայինի լրատվականը նաև այսինչ թեմայով ռեպորտաժ կանի, այսինքն եթերով մարդարդեն հանձնարարական է տալիս, ասում է այսինչ թեմայով ռեպորտաժ արեք, բայց լավ արեք Կան առնենք այս թեմայի վրա, եթե ձեզ հետաքրքիր է, ես կուզեի իմանալ արդյոք այդ ռեպորտաժը պատրաստվել է թե ոչ եւ եթե չի պատրաստվել, դրա հետևանքը ինչ ա եղել։ Դե ես որ մենք արձանագրել ենք, որ 3 հեռուստաալիք կա հանրայինով եւ 3-ով էլ միաժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Ես հասկացա ձեր մտահոգությունը, ես ինքս չեմ արձանագրել այդ խնդիրը այն պարզ պատճառով, որ այդքան ինտենսիվ չեմ հետևում կիրակնորյա առավոտվա եթերներին հեռուստաալիքներին, բայց հասկացա ձեր մտահոգությունը, անհրաժեշտության դեպքում նորից կվերահասցեագրեմ։ Միայն հրապարակային եմ ես Հովհաննես Մովսիսյանի հետ խոսում, ես ասեմ իմանաք։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ օրինակներ կան կամ ինչ նախադեպեր կան, որ մայրաթորի գույքը նվիրվում է ինչ որ մեկին եւ դրա համար այսպիսի նախագիծ եք բերել։ Լսել եք նման բանի մասին կամ տեղեկություններ ունեիք, որ պետք է նվիրեին։ Լավ, եթե մեր կոնտեքստին վերադառնանք, ոչ թե այն մեր միջազգային պարտավորությունների կոնտեքստին, որից բխեցված է նախագիծը, կարող եմ մի քանի դրվագներ պատմել եւ հույս ունեմ, որ սա կփարատի նաեւ այդ անհանգստությունները, որոնք կային թե հոգեվոր մարդկանց եւ թե հոգեվորականների շրջանակում։ Եթե չեմ սխալվում 3, բայց արդեն բանի քննարկումից հետո էր այդ լուրը, որ տեսա, գուցե ավելի վաղ է եղել, նախագծի քննարկումից հետո տեսա, լուր կար, որ եկեղեցին իր գույքերից մեկը բնակարան, եթե չեմ սխալվում Երևանի կենտրոնում նվիրել է կազմակերպություններից մեկի ղեկավարին եւ դրա կապակցությամբ ինչ որ փողերի լվացման դրվագով քրեական գործ կար ու AS դա
Ընդդիմադիր լրատվականներից մեկում եմ կարդացել այդ պատմությունը, չեմ կարող հիմա հիշել որտեղ, այսինքն այդ քրեական գործի պատմությունը, թե ոնց է ոչ հուշարձանգույքը, այսինքն բնակարան նվիրել, ինչ-որ հարաբերությունների դիմաց կան նաև չհերքված տեղեկություններ եւ այդ մասին երևի դուք էլ լսած կլինեք, որտեղ դա շատ հրապարակային է արվել, այն մասին, որ իր ընտանիքի անդամներին, թոռներին, դստերը կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այս բային փաստացի իրավական առումով ամբողջ բանի իրավական հարցերը կարգավորող մարդը նվիրել է իր թոռներին, դստրերին, մի խոսքով չեմ ուզում էլի այդ մարդկանց հասցեներ կան հրապարակված, անուն, ազգանուններ, բնակարանի, ինչ-որ արտաքին տեսք եւ այլն, եւ չի հերքում եկեղեցին եւ չի առնվազն իրենց այդ մարդիկ են դերակատարներ, որոնց դա վերագրվում է, իրենք չեն փորձում որևէ կերպ կանգնեցնել այդ խոսակցությունները եւ ես հույս ունեմ, որ սա նաեւ լավ առիթ կլինի դրան արձագանքելու եւ երրորդ բանը, որը նույնպես մեզ համար հղման կետ կարող է լինել այսպիսի կարգավորումը առնվազն մի քիչ առաջ բերելու, հա, ժամանակագրորեն, արդեն այն հանգամանքն է, որ տարիների վեր այս մասին խոսվում էր, որ Գեղարդից մասունք է տրվել, Գեղարդը հիշեցնեմ, առնվազն 2000 տարվա հնություն, քրիստոնեական հնության պատմություն ունեցող մասունք է, որը հայտնվել է հանգամանքների բերումով եւ պահպանվում է Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցում, բայց համաքրիստոնեական մասունք է իհարկե։ Եվ դա ամենաթանկարժեք մասունքն է մշակութային ժառանգության առումով Հայաստանում գտնվող, Հայաստանի եկեղեցում գտնվող, այս երևի նաև բան էլի, եթե գնահատելու, եթե ինչ-որ արժեքները այդ իմաստով գնահատելու լինենք, այն նիզակը, որով խոցվել է Քրիստոսը խաչի վրա արդեն։ Եվ դրանից մասունք է նվիրվել ըստ նախնական շրջանառվող վարկածի Ռուսաստանի Դաշնության նահանգապետերից մեկի, սակայն ըստ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Ասողիկ քահանայի դա նվիրվել է հոգևորականներից մեկին, կարծեմ Ալեքսի Պատրիարքին։ Հիմա չեմ հիշում, բայց ինքը պնդում էր, որ դա ոչ թե քաղաքական գործ չեն նվիրել, այլ հոգևորականի են նվիրել եւ այդ հարցազրույցում Տեր Ասողիկը ասում է եւ ես մեջբերել եմ դա նաեւ ազգային ժողովի ամբիոնից, ասում է, որ դա լինի աշխարհական թե հոգևորական եկեղեցու բացառիկ իրավունքն է իր մասունքները նվիրել ում կուզի, որովհետեւ այդ մշակութային արժեքները պատկանում են եկեղեցուն։ Միշտ իրականում թե մշակութային արժեքների, թե մշակութային հուշարձանների եւ թե առավել եւս կրոնական հուշարձանների եւ կրոնական արժեքների վերաբերյալ պետությունները միշտ ունեն ավելի բարձր պաշտպանվածության մեխանիզմ եւ չկա այդպես ընկալում, որ կարող է այդ մշակութային արժեքը ինչ-որ մեկին առանձին պատկանել, այդ մշակութային արժեքը հավասարապես որքան պատկանում է Կտրիշ Ներսիսյանին, նույնքան պատկանում է ինձ եւ նույնքան պատկանում է ձեզ, որպես հայ ժողովրդի այդ մշակութային դարավոր ժառանգությունը հավաքականորեն կերտած մարդկանց մասերի։ Եվ նույնքան պատկանում է այն բոլոր մարդկանց, ովքեր կլսեն այս հարցազրույցը։ Սխալ է պնդումը, որ դա միայն մեկ մարդու է պատկանում եւ մշակութային ժառանգությունը հենց դրանով է մշակութային ժառանգություն եւ եթե նման նախադեպ եղել է, ընդ որում այդ շատ տարօրինական արեք գիտես այդ բանը պնդումը, որ ասում են ընդհանրապես մի փոքր փշրանք էր Ինչ-որ ծավալի մեջ բան չափերով են, հա, բանը անում, չափում մշակութային ժառանգություն, միշտ օրինակ փոքրիկ մատուռ կարող է ավելի բարձր արժեք ունենալ, քան ասենք, չգիտեմ, մեծ հսկա շենքը։ Հիմա մշակութային ես գրառում է տարածում համացանցում, փորձել եմ տեսանյութ գտնել, չի ստացվել։ Դուք եկեղեցիներ վաճառելու մասին հայտարարել եք, թե չասել եք մասնավորապես եկեղեցիները ծայրահեղ դեպքում կարող են վաճառվել։ Կոնկրետ այդ ձևակերպումը չեմ կարող հիշել, բայց նայեք, ոնց է հիմա, քանի որ հրաշալի առիթ է, բացատրենք մարդկանց, թե ոնց է հիմա կարգավորվում իրավիճակը կարգավորվում։ Եթե օրինակ եկեղեցու հոգևոր խորհրդի ղեկավարը անկախ նրանից ով է այդ պահին այդ անձը գործող կարգավորմամբ որոշում է եկեղեցի վաճառել, նվիրել, սեփականության իրավունքը փոխել, ընծայաբերել, ինքը դա կարողանում է անել առանց որևէ իրավական խոչընդոտի, պարզապես տեղեկացնում է նախարարության, որ այսուհետ այդ մշակութային հուշարձանի հետ կապված հարցերի կապակցությամբ կարող եք համագործակցել այս մարդու հետ։ Իրավական առումով իրավունք չկա փոխելու արտաքին տեսքը։ Այսինքն ներսից ինչ կարող է լինել, դրսից պետքա հուշարձան պահպանվի, սա բոլոր հուշարձաններին է վերաբերում։ Մեր բերած կարգավորմամբ հետեւյալն է, որ եթե կրոնական հուշարձան սեփականության իրավունքը փոխելու անհրաժեշտություն առաջանա, ընդ որում դա կարա լինի ավականու որոշում, հա, համայնքապատկան եկեղեցին որոշել է համայնքապատկան եկեղեցին որոշել են օտարել եկեղեցուն օրինակ։ Դա կարա լինի ուրիշ մի տեսակ հարաբերությունների ժամանակ, իրենք պետք է տեղեկացնեն կառավարությանը եւ նկարագրեն նպատակը։
Եվ եթե այդ նպատակը չի հակասում հանրային շահին, չի փոխում նշանակությունը հուշարձանի եւ ներկայացված փաստաթղթերը ամբողջությամբ տեղին են, հա, կեղծված չեն կամ փոխված չեն, կառավարությունը միայն այդ դեպքում կարող է համաձայնություն տալ, բայց ստեղին չեն կանում։ Մենք մի մեծ բան ենք անում, հա, մի օղակ ավելացնում ենք, որ կառավարության համաձայնությամբ միայն մայրաթորից օրինակ Այս մի օրինակի վրա են կենտրոնացել, բայց իհարկե սա միայն դրան չի վերաբերում։ Եկեղեցին կարող է նվիրվել մեկին կամ վաճառվել մեկին կամ օտարվել։ Բայց այդպիսի նախադեպ վաճառքի չի եղել ընդհանրապես։ Ինչ գիտեք։ Դուք տեղեկություն ունեք։ Նարեկ, քանի որ եկեղեցու բոլոր հաշվետվությունները թե մշակութային արժեքների, թե մշակութային հուշարձանների հետ կապված փակ են, եւ եկեղեցին պարտավորություն չունի հարցումներին արձագանքել։ Մենք չենք կարող բոլոր տարիների իրանց պատկերը տեսնել եւ հասկանալ ինչա տեղի ունեցել։ Այսինքն հիմա մայր տաճարը կարող են վաճառել, ձեր ասածից դա է դուրս գալիս։ Սկզբունքորեն այս պահի կարգավորումներով, այո։ Բայց իհարկե ես նման խելահեղություն չեմ վերագրում եկեղեցուն, ընդհակառակը այս վերջին ամիսների խոսակցությունների կոնտեքստում, երբ որ հորդորվում է տեղափոխել աթոռը Ռուսաստանի թեմ եւ այնտեղից կառավարել, ես կարող եմ այլ վարկած առաջ քաշել, որ շատ տրամաբանական է, դեպ քանի որ այն մնացած ամեն ինչը այնքան խելահեղավոր սա էլ կարել լինի, օրինակ, այդ բոլոր գույքերը բոլոր 900 գույքերը ներառյալ 350 հուշարձանները վերագրանցել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայ առաքելական ուղղափառ եկեղեցի իրավաբանական կազմակերպության վրա։ Կարա լինի տես բան, եթե օրինակ կա տես կանխավարկած որ կաթողիկոսը կարա գնա ուրիշ տեղից կառավարի, կարա իր գույքն իր վրա սեփականաշնորհի ու ասենք դուրս գա, դիմում գրի դուրս գա Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցի կազմակերպությունից, ասի դե դուք էլ ձեր կազմակերպությունն էլ մնացեք առանց գույքերի տեսնեմ ինչպես է կազմակերպում հոգևոր կյանքը։ Քանի որ այդ խելահեղ առաջարկները հնչում են եւ եկեղեցին ոչ մի կերպ եկեղեցու ներկայացուցիչները համենայն դեպս անդիմադիր ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն կանխում Իսկ խրախուսում են, քաջալերում են, քննարկում են եթերներում ինչ-որ հոգևորականներ, որ այդ վարկածը կարա լինի եւ այլն, այդ բոլորովին բացառված չէ։ Չէ՞։ Մանավանդ որ ասում է ինքը բանը, մասունքը նվիրել է ինչ-որ Ռուսաստանից թեմի ներկայացուցչի, Գեղարդից ինչ-որ մասունք։ Միշտ գիտեք ինձ կապվել են տարբեր հոգևորականներ այդ ընթացքում եւ ասել են որ ճիշտ չի ասում տերասողիկը իրականում ինքը նվիրել է ինչ որ քաղաքական գործի չնայած ինձ համար միևնույն է հա լրիվ միևնույն է ում նվիրել կարևորն է նա որ նվիրել է այդ հանգամանքը հաշվի առնենք հիմա եթե այդ արել է ինչի պետք է այն մյուսը չանի Տիկին Ղազարյան, մեկ այլ թեմայի անդրադառնանք, Ոսկետապ համայնքի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևորականն ասում է քահանան, որ բարերարը Համլետ Գորոյանը եւ Ոսկետապի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը գնացել են իր մոտ, ենթադրում եմ քպական է այս վարչական ղեկավարը, որ նման գործ մտել Եվ ասել եմ, որ այս կառուցած եկեղեցին էս Համլետ տանով մարդ ասել է, որ սա իմ կառուցածն է, իմ եկեղեցին է եւ պետք է միանա ձեզ, որ նորոգի, բարենորոգի եկեղեցին, սա այն քահանան է, որ մի պահ ասեց միանում եմ, հետո ասեց ճնշել են, դրա համար եմ այդպիսի հայտարարություն տարածել, չեմ միանում, սա ինչ բան է գնալ տենց հոգևորականին ճնշել, որ միանա ձեզ, սա ինչպես կմեկնաբանեք։ Երկու բան ասեմ, նախ այդ ճնշված լինելու կապակցությամբ ինձ թվում է ոնց որ ճնշված լինելու պարագայում դժվար է հաջորդ օրը ասել, որ ես երեք ճնշված էի, հետեւաբար ինձ թվում է այն որ ինքը պատմում է ճնշված լինելու մասին, դա հերքում է այդ կանխավարկածը, ավելի շատ ինձ թվում է դա ավելի շատ այդ հակառակ թևի խաթի եւ Համլետի արածները։ Նշանի եւ Համլետի մասին կասեմ, Նարեկ ջան, մի շտապի։ Եվ ինձ թվում է ավելի շատ իրենց խաղարկած սցենարն է, որ իբրև թե ճնշել են, հետո վերափոխվել է եւ այլն եւ նաեւ դրան վնասում են քահանայի արժանապատվությունը, հույս ունեմ, որ թույլ չեն տա մյուսները այդպեսի խաղալիք դառնալ։ Երկրորդ բանը, ես նայել եմ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը, տեսել եմ քահանայի հարցազրույցը, բայց չեմ տեսել հակառակ դիտանկյունը։ Վարչական շրջանի ղեկավարը Ճիշտ ասած չգիտեի, բայց ըստ Ազատության ռեպորտաժի իսկապես ԿՊԱ-ական է, բայց քահանան իր հարցազրույցում նաև ասում է հետևյալը, որ իր հետ
այդպես կտրուկ եւ բանով վերջնագրերով խոսել է բարերարը ոչ թե վարչական շրջանի ղեկավարը, ինքը նաեւ արձանագրում է, հա, այդ տարբերությունը։ Ես բարերարին չեմ ճանաչում, ես ճիշտ ասած այս գործի մասին հենց Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժից եմ իմացել, դրա համար շատ մեկնաբանություններ տալ չեմ կարող, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես քահանան է նկարագրում, այդտեղ խնդիր կա, բայց ես շատ կուզենայի լսել նաեւ հակառակ կողմի Դուք տանկին եւ Տավրոս ունեմ Սափեյանի արածները տեսնում եք։ Դա մեկը տեսնում եք։ Եվ հույս Որ ունեմ, որ նաև այս ռեպորտաժը ուշադրություն կհրավիրի այն մարդկանց, ովքեր իսկապես պատասխանատու են դրա լավ, համար, լավ, դուք որովհետև այդտեղ հողի տեսնում եք սեփականության հարց կա։ բայց դուք Տավրոս Սափեյանի արածները Օրը, տեսնում եք, որ նա գնում է այն կարկալույց հրճակված հոգևորականի հետ եւ որոշում է թե ով պետքա պատարակ մատուցի։ Համայնքապետը գնում է եւ ինչպես է։ Բայց եթե հոգևորականների համար նորմալ է աշխարհականի իրենց ընկերների հետ գիտեք, ես այդ բանի, այդ դավանաբանական հարցերի մեջ չեմ կարող մտնել։ Այսինքն, եթե հոգևորական մտածում է, որ նորմալ է աշխարհականի հետ այդ հարցերը քննարկել եւ որոշել, ինձ համար լրիվ միևնույն է, ինչ ուզում են թող անեն։ չէ, բայց նա գնում է կարկալույց, պարտադրում է որ կարկալույց հրճակված հոգևորականը ծեսը կատարի, այլ ոչ թե Որ հոգևորականի մասին է խոսքը։ ես աշխարհի կանոն էսպայն չեմ կարող հիշել, նախկինում Տեր Թադե Այսինքն պարտադրում է, որ Տեր Թադեն դες։ Ես մի հատ բան կանեմ, կփորձեմ գտնել կոնտակտ Տեր Թադեի հետ, հարցնեմ իրեն պարտադրել են թե թե ոչ չէ։ թե իրեն պարտադրում է, այլ գործող հոգևորականներին է պարտադրում Տեր Թադեի կողմից ծեսերը անցկացնելու հարցը, ասում է որ պետք է Տեր Թադեն անի, Տեր Թադեն էլ ըստ էության աջակցում է իրեն, որ իրեն հետը տանում է, բայց համայնքապետը ինչ գործ ունի գնա մտնի եկեղեցի, որոշի թե ով պետքա պատարակ Ես այդ դրվագին ընդհանրապես ծանոթ չեմ, անկեղծ եմ ասում, էլի ծանոթ չեմ եւ այդ մանրամասներն այդ բանի դավանաբանական ներքին կանոնադրական հարցերի իսկապես բան չեմ, բավարար կոմպետենցիա չունեմ արձագանքելու իրավական կարգավորումների մասին գուցե հարցնեք ասեմ, եթե նորմալ է հոգեվորականների համար որ ուրիշն է միմյանց հետ են որոշում քննարկելով են որոշում նորմալ է, իսկ եթե ինչ որ մարդ կարծում է որ իր իրավունքները ամեն դեպքում հայ Այդ եթե ինչ-որ մարդ կարծում է, որ իր իրավունքները խախտվել են, այնտեղ հոգևորական կա։ Խնդրեմ, ես ասեցի չէ, որ իմ կարծիքով ողջունելի հրաշալի նախադեպ է նաև այն, որ Մայրաթորը ինքը դատական գործընթացի միջոցով է փորձում հարցերը կարգավորել։ Ես հույս ունեմ, որ եկեղեցին ի վերջո կհասկանա, որ ինքը նույնպես ընդդատյա է եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, արտատարածքային կազմակերպություն չէ եւ կգա իրավական դաշտում կկարգավորեն իրենց հարցերը։ Եվ այդ Տավրոս Սափեյանը կամ որևէ ուրիշ մեկը օրենքով սահմանված ինչ-որ բան է խախտել, խնդրեմ դուք ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ։ Բայց ես չեմ կարող հիմա այդ մեկնաբանեմ բաներ, որ չեմ տեսել, էլի։ Ինձ թվում է ամեն դեպքում իշխանություններին, ձեզ, Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովուրդը շնորհակալ կլինի, որ գոնե չեք փորձում առողջապահական ոլորտի նեղ մասնագիտական հարցերը բարեփոխել, օրինակ սրտի բաց վիրահատությունները կամ մանկաբարձակ գինեկոլոգիական ծառայությունները, որովհետև գնալու եք եւ այդ նեղ մասնագիտական բաներին միջամտեիք ծառայությունների մատուցմանը գոնե այս առումով ինձ թվում է շնորհակալ կլինեն ձեզ բայց Անեք ես քո հեգնանքը չեմ կիսի, բայց խորհուրդ կտամ այսուհետ, եթե այդպես ինտիմ բժշկական տերմիններ եք բերում, ավելի լավ կլինի տղամարդկանց հետ կապված բժշկական տերմինոլոգիայից խոսեք, քան թե կանանց դա կոռեկտ չի։ սրտի բաց վիրահատության Երկրորդ դրվագի մասին էի ասում։ Լավ, շարունակենք ձեր հարցը։ եւ Տիկին Ղազարյան ձեզ իշխանությունից ուզում է հեռացնել Նարեկ Կարապետյանը դուք ինչպես եք վերաբերում նրանց այն հայտարարությանը, որ իրենց առաջնորդը Սամվել Կարապետյանն է, բայց ըստ էության վարչապետի թեկնածուն լինելու է այլ մարդ եւ եթե իրեն կարողանան գալ իշխանության ուրեմն Սամվել Կարապետյանը կղեկավարի, բայց վարչապետ չի լինի, վարչապետը կլինի ուրիշ մարդ, սա ինչ է նշանակում։ Ինձ հետաքրքիր է թե դուք ինչպես եք վերաբերում այդ հարցին, բայց քանի որ իմ վերաբերմունքն եք հարցում կարձագանքեմ, ես ճիշտ ասած մի դրվագ տեսա, երբ որ դուք էիք հարցնում բան այդ Նարեկ Կարապետյան հարցում եք, բա ոնց է դա լինելու, այս նույն հարցը իրան եք տալիս, ու ինքը ձեզ մեղադրեց Civic-ից հարցերի հուշումները ստանալու մեջ։ Ես իրականում այս դրվագի շատ եմ քանի որ այդ դրվագը էլի բան երեցիք հիշեցիք ես ասեմ որ ես այդ պայն արդեն հարցս հնչեցրել պրծել է եւ վերջացրել է եւ Civic-ի լրագրողը լրիվ այլ բաներ ինձ ասում թեմայի հետ կապ չունեցող հիմա շարունակեք
Ես ուղղակի ուզում եմ այս դրվագի վրա ուշադրություն հրավիրել, որ ձեզ մեղադրել են Civic-ից հարցեր հուշելու մեջ, այն օրը, երբ որ այդ պարոն Ռուբինյանի հետ միջանցքում են դրվագը տեղի ունեցավ, նույն օրն էր, չէ՞, եթե չեմ սխալվում, այնտեղ էլ կարող է հակառակ բանը հնչել, Հաջորդ բայց օրը։ հարց կամ մոտավորապես նույն օրերին։ Ես ուղղակի ուզում եմ խորհուրդ տալ ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մնացած գործիչների հանրային կամ քաղաքականության հետ մերձ առնչակից գործիչների գործունեությանն էլ հետևել, որտեղ ոչ մի ձեր գործունեությանը հետևող ոչ մի մարդ տենց մեղադրանք չէր հնչեցնի, այդ ընթացքում եւ լավ կլինի որ մարդիկ տեղյակ լինեն իրենց հարց տվողի մասին, իրենց հետ բանավիճողի մասին, ոչ թե միայն իրանք իրենց եթերները, հա, կրկնությունները նայեն, այդ լավ պրակտիկա չի, ինչ վերաբերում է ձեր հիմնական հարցին, որի մասին նաև այդ ժամանակ խոսեց Նարեկ Կարապետյան, բնականաբար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նման արգելք ունի եւ դա ինքնանպատակ չէ, որ միայն կոնկրետ երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետության ղեկավար, եթե ճիշտն ասեմ, եթե իսկապես ճիշտ է ասում Նարեկ Կարապետյան, որ այդքան հայրենասեր է Սամվել Կարապետյանը, ոչինչ չի խանգարում, ինչպես ժամանակին Բագրատ Սրբազանին ոչինչ չէր խանգարում, այնպես էլ Սամվել Կարապետյան ոչինչ չի խանգարում, այդ մնացած քաղաքացիություններից հրաժարվել այնքան հայրենասեր է, բայց մի քիչ ավելի պրագմատիկ է, քան հայրենասեր, որ քաղաքացիությունից հրաժարվի հանուն հայրենիքի։ Իսկ թվում է այդ հաշվարկները, այդ մանիպուլյացիայի հաշվարկները, որոնք իրենք դնում են այդ բաների տակ, խոսակցությունների տակ, Հայաստանի մարդիկ շատ լավ հասկանում են, որովհետև ի վերջո այդ համահայկական, համահայաստանյան կոնսենսուս է, քաղաքացիությունը եւ բարձրաստիճան պաշտոնները կապել չնայած ինքը ասում են, որ մենք անգ օրենքը կփոխենք, կհարմարացնենք Սամվել Կարապետյանի քաղաքացիության բաներին, այդ բազմաքաղաքացիություններին, որպեսզի հանկարծ ինքը այդպիսի մեծ անznազողության չգնա իր քաղաքացիությունից հրաժարվի, այլ կարողանա պահպանել իր բազմաթիվ քաղաքացիությունները եւ միևնույն ժամանակ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես վստահ եմ, որ այս հայտարարության գնահատականը հունիսի 7-ին կստանան նաեւ այդ Հնարավոր է, որ այս կամավորական, ապաքաղաքական շարժման առաջնորդները։ Հնարավոր է, որ օրինակ չգրանցեք արդեն այս օրինակ ուժի մասնակցություն ընտրություններին, որովհետև ամեն դեպքում ասում է մեր վարչապետի տեխնացուն այս մարդն է, բայց ղեկավարող այս մարդն է։ Այս ամենը նախապես իմանալով պետք է իշխանությունները ինչ որ քայլեր ձեռնարկեն, թե չէ։ Թե ամեն դեպքում ձեզ պետք է խոցելի ընդդիմություն եւ ինչի գնով ուզում է թող լինի այդ ընդդիմությունը։ Ես ուրախ եմ գնահատականի համար, որ դուք նույնպես տեսնում եք, որ Նարեկ Կարապետյան եւ Տաշիր գրուպը խոցելի ընդդիմություն են։ Այդ հարցը, գիտեք ինչի բան արեցի, տենց ռեակցիա տվեցի, որ ասիկ հնարավոր է չգրանցել, ես չգրանցելու լիազորություն չունեմ, ինչպես նաեւ չունեմ գրանցելու Ներողություն, լիազորություն։ ես որ ասում եմ չանեք, մի արեք, դա կոնկրետ նաև ձեզ չի վերաբերում, այլ իշխանություն։ Հասկանում եմ ինչ եք ասում։ Երևի գուցե քաղաքական գնահատական եք ուզում դրա կապակցությամբ, բայց ես այս պահին չգիտեմ կարգավորում, որը հրապարակային հայտարարության մեջ նման բան ասելու կապակցությամբ կարա չգրանցի ԿՀ-ն այդ կուսակցության։ Ես իսկապես չգիտեմ ինչ գործընթացներ տեղի կունենան։ Իմ դիրքորոշումը միշտ հավերժ եղել է այն եւ լինելու է այն, որ կուսակցություններ չգրանցելը, կուսակցություններ փակելը եւ այլն վատ պրակտիկա է եւ պետք է թույլ տալ բոլոր քաղաքական դերակատարներին ինքնադրսևորվեն եւ խայտարակվեն մինչեւ վերջ, ոչ թե արգելեն եւ լրացնեն, բայց թե ինչ իրավական տրամաբանությամբ կգնան գործընթացներ չեմ կարող ասել, համենայն դեպս ես չէի ուզի։ Ինձ համար դա ցանկալի սցենար չէր լինի։ Ընդհակառակը, ես կուզեմ, որ իրանք գրանցվեն, որ իրանք ամբողջ գումարի շրջանառությունը ի տարբերություն կամավորական շարժման դառնա թափանցիկ, ձեզ համար հասանելի, իրանք այդ հաշվետվությունները հրապարակեն, մեդիաները հետաքննություններ անեն, նաև հակակոռուպցիոն մարմինները տեսնեն այդ բարեգործության արգելքը ի վերջո իրանք վրա տարածվի, ինչպես մնացած կուսակցությունների։ Ես կուզեմ, որ բոլոր քաղաքական դերակատարները դառնան կուսակցություններ, գրանցվեն եւ մասնակցեն ընտրություններին, որպեսզի ունենան թափանցիկության այն նույն շեմը, ինչ որ մնացած իրենց մրցակիցները, որովհետեւ իրանք ստեղծում են հակամրցակցային վիճակ, հա։ Մեկը իրան անվանում է եկեղեցի, մեկը իրան անվանում է կամավորական, բարեգործական, ապաքաղաքական շարժում, մեկը իրան անվանում է Քոչարյանի աջակիցների խումբ ու բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, այն դեպքում, երբ որ օրինակ մենք Դաշնակցությունը, հանրապետական կուսակցությունը, ով կա հանրապետություն կուսակցություն եւ մնացած կուսակցությունները շատ բարձր թափանցիկության եւ հաշվետվողականության եւ կարգավորումների շեմ ունենք, իրավակարգավորումների, ու դա մեզ դնում է անհավասար մրցակցային պայմաններում։ Եվ վերադառնալով կրկին եկեղեցին այսպես ասած բարենորոգելու
ծրագրին, ստացվում է, որ Հովնան arczepiskopos Տերտերյանը լքում է Փաշինյանի այդ ձևավորած խորհուրդը եպիսկոպոսատ ժողովին մասնակցելու, որտեղ Ոչինչ հայտարարել են, որ չստացվում։ մասնակցելու Ով է։ էր Հովնան arczepiskopos Տերտերյան, որ թեմի առաջնորդներ կարող է կարոտի, Միացյալ չգիտեմ այդ հայտարարությունը։ Նահանգների արևելյան Տեղյակ չեմ այդ թաղամասի։ հայտարարության մասին, եթե կարողանաք ուղիղ մեջ բերել, գուցե կարողանամ ինչ-որ բան ասել, բայց Եվ թեմի կայքում հրապարակվել է, որ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos-ը մասնակցելու է եպիսկոպոսատ ժողովին։ ահա շատ լավ կլինի, որ հենց իրենից էլ այդ մեկնաբանությունը ուզեք, բայց ես ինչ ասեմ, ես չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ ինչա տեղի ունեցել, ինչ է մի մասը որոշել մասնակցել, մյուս մասը ոչ, բարով գնան, բարով մասնակցեն, բարով վերադառնան։ Ես ոչ մասնակցելու, կողմնակից եմ ոչ չմասնակցելու եւ կարծում եմ, որ այդ պետքա տենց իրանք քահանաներով այդ հարցը որոշեն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։